Սիրելի հեռուստադիտողներ, Գոյամարտ հեռուստասերիալում իրադարձությունները հասել են մի այնպիսի եռման կետի, որտեղ անգամ ամենաաննշան թվացող դետալը կարող է ճակատագրական պայթյունի պատճառ դառնալ։ Նախորդ սերիայի ցնցող ավարտից հետո, երբ Ավոն վառված լուցկին ձեռքին կանգնած էր Հունանի գլխավերևում, իսկ Էռնան Դավիթ պապիկի մոտ ակամայից բացեց արյունոտ անցյալի դռները, մենք հասկացանք՝ անդառնալիության կետն արդեն անցված է։ Այսօր մենք կկատարենք ամենախորը վերլուծությունը, հասկանալու համար, թե ինչ ավերիչ փոթորիկ է սպասվում մեզ առաջիկա սերիաներում։ Տեղավորվեք հարմար և ուշադիր հետևեք մեր կանխատեսումներին։ Սկսենք ամենաօրհասական և մահացու լարվածությունից։ Ավոն, կուրացած իր վրեժից ու եղբոր մահվան մրմուրից, պատրաստվում է վերջնական ու դաժան դատաստան տեսնել Հունանի հետ։ Սակայն մեր վերլուծությունը և սերիալային տրամաբանությունը հստակ հուշում են, որ Հունանի վախճանը դեռ չի եկել։ Մենք կանխատեսում ենք անսպասելի և դրամատիկ միջամտություն։ Ամենայն հավանականությամբ Լեոն, ով իր մեծահոգությամբ խոստացել էր օգնել Լեային, իր սուր ինտուիցիայի և խելքի շնորհիվ կգտնի այս լքված շենքը։ Հենց Լեոն կլինի այն մարդը, ով վերջին վայրկյանին կկանխի հրդեհն ու կփրկի իր երդվյալ թշնամու կյանքը։ Պատկերացրեք այս տեսարանի ողջ աբսուրդն ու հոգեբանական ծանրությունը։ Հունանը պարտական կլինի իր կյանքով այն երիտասարդին, ում ատում է ամբողջ հոգով և ում հորն ինքն է սպանել։ Այս փրկությունը ոչ թե կհարթի նրանց հարաբերությունները, այլ կդառնա Հունանի համար անտանելի բարոյական բեռ և ստորացում, որը նա երբեք չի ների Լեոյին։ Իսկ ինչ փոթորիկ է հասունանում Սարգսյանների տանը։ Էռնայի անզգույշ լեզվի սայթաքումը Դավիթ պապիկի մոտ իսկական ռումբի էֆեկտ կունենա։ Ծերունին, ով մինչ այժմ ապրում էր որդու մահվան բնական կամ պատահական վարկածով, այժմ ունի ամենավտանգավոր կասկածները։ Էռնայի խոսքերը տարիներ առաջ Հունանը շատ սխալ քայլ է արել, կդառնան այն կայծը, որը կվառի Դավիթ պապիկի պրպտող միտքը։ Մենք համոզված ենք, որ նա այլևս չի հանգստանա և կսկսի իր սեփական, գաղտնի հետաքննությունը։ Դավիթ պապիկը կդիմի ծայրահեղ քայլերի, գուցե հանդիպի հին ծանոթների կամ անգամ դեմ առ դեմ կանգնի Իննայի առաջ, պահանջելով ճշմարտությունը։ Երբ նա վերջնականապես համոզվի, որ Հունանն է իր որդու մարդասպանը, նրա ցասումը կլինի անկասելի և մակունցների դեմ կսկսվի անողոք ընտանեկան պատերազմ։ Միևնույն ժամանակ չենք կարող շրջանցել Մանանի և Գրիշոյի փխրուն, բայց արդեն խորը ճեղքեր տվող միությունը։ Մանանը, ով ապրում է թշնամու որջում, գնալով ավելի է մեկուսանում։ Գրիշոյի նվիրվածությունն ու սերը բախվում են Մանանի ներքին արգելքներին և Հունանի ընտանիքի հանդեպ ունեցած ենթագիտակցական վախին։ Մեր վերլուծությամբ շուտով այս տանը տեղի կունենա այնպիսի մի միջադեպ, որը Մանանին կստիպի ընտրություն կատարել։ Արդյոք նա կշարունակի հանդուրժել Իննայի և Հունանի սառնությունը հանուն Գրիշոյի, թե ի վերջո կհասկանա, որ արյունն ավելի թանձր է ջրից և կվերադառնա իր արմատներին, եղբայրների կողքին պայքարելու։ Իսկ Գրիշոն, հայտնվելով երկու կրակի արանքում, կարող է դիմել ամենաանկանխատեսելի և ագրեսիվ քայլերի, փորձելով պահել սիրելի կնոջը։ Հարգելի հետևորդներ, իրադարձությունները թևակոխում են մի փուլ, որտեղ դիմակները վերջնականապես պատռվել են և յուրաքանչյուրը ստիպված է առերեսվել իր անցյալի դևերի հետ։ Ինչ եք կարծում, արդյոք Լեոն կհասցնի փրկել Հունանին Ավոյի կրակից։ Եվ երբ Դավիթ պապիկն ամբողջությամբ պարզի Ռաֆոյի սպանության մանրամասները, արդյոք նա կներգրավի Դավիթին ու Լեոյին իր վրեժխնդրության ծրագրի մեջ։ Անպայման կիսվեք ձեր վարկածներով և ամենահամարձակ կանխատեսումներով մեկնաբանություններում։ Մենք անհամբեր սպասում ենք ձեր յուրաքանչյուր կարծիքին։ Շնորհակալություն դիտելու համար։